Վերջին երկու օրվա ընթացքում թուրքական օդուժի հարվածներից առնվազն 88 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիական Էլբաբ քաղաքում, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական դիտորդական խումբը։ Էլբաբում թուրքական զինուժի այս գործողությունները հաջորդում են 16 թուրք զինվորականների Իսլամական պետություն խմբավորման զինյալների կողմից սպանություններին։ Թուրքական բանակը սիրիական զինված ընդդիմության մասնակցությամբ ամբողջությամբ իր վերահսկողության տակ է առել Էլբաբ քաղաքը, այդպիսով վերահսկելով նաև դեպի Հալեբ տանող ճանապարհը։ Հալեպի բնակիչները միևնույն ժամանակ տոնում են քաղաքի ազատագրումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարում է մեկ շաբաթ տևած տարհանման գործընթացի ավարտի մասին։ Ըստ կազմակերպության արևելյան Հալեպից վերջին զինյալներն ու նրանց ընտանիքները դուրս բերվեցին։ Քաղաքն այժմ ամբողջությամբ գտնվում է Ասադի կառավարության վերահսկողության տակ։ Լիբիական ավիաընկերություններից մեկին պատկանող A320 օդանավը, որը ներքին չվերթ էր իրականացնում Լիբիայի տարածքում, այսօր առևանգվել է անհայտ անձանց կողմից և վայրէջք կատարել Մալթայում։ Պաշտոնական տվյալներով օդանավում 118 մարդ էր գտնվում, այդ թվում անձնակազմի անդամները։ Առևանգողների մոտ ձեռքի նռնակներ կային, նրանք հայտարարել են, թե Լիբիայի նախկին առաջնորդ 2011 թվականին սպանված Մուամմար Կադաֆիի համակիրներից են։ Մալթայի իշխանությունների փոխանցման բանակցություններից հետո առևանգողները ազատ են արձակել պատաններին և հանձնվել իրավապահներին։ Նրանց գործողությունների շարժառիթներն առայժմ հայտնի չեն։ Սովորական իրերը նորովի մատուցման Մոսկվայի Գորկու անվան այգու այս տարվա տոնածառը հորիզոնական դիրքով։ Արհեստական ծառը մոտ 30 մետր երկարություն ունի, այն կախել են այգու մուտքի կենտրոնական հատվածում և զարդարել ամանորյա խաղալիքներով։ Տոնածառն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում որպես ամենաերկար տոնածառը երկրում։ Замечательная елочка. Настроение поднимает. Хорошо и весело. Спасибо за елочку. Այգու ղեկավարության այս համարձակ որոշումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Մի մասը վրդոված պահանջում է ծառը մարդավարի, այսինքն ուղղահայաց տեղադրել և այն զարդարել ինչպես հին ու վարի ժամանակներին, մյուսներն էլ ավելին են պահանջում՝ տոնածառը ևս 90 աստիճանով շրջել։